Մասնագիտություն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, YouTube-յան, Facebook-յան էջերում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որը միշտ բոլոր ժամանակներում է կարևոր եղել, եւ թե որն է այն, նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Այսօր ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որն աշխատաշուկայում ունի մեծ պահանջարկ եւ հասցրել է ապացուցել իր արդյունավետությունը։ Գրավիչ եւ զարգացող մասնագիտություն, ռազմավարական եւ վերլուծական մտածողություն, կազմակերպչական եւ առաջնորդության հմտություններ ունեցող մարդկանց համար։ Գաղտնիք չէ, որ ցանկացած բնագավառում ցանկացած գործունեության հաջողության հիմքը խելամիտ եւ արդյունավետ կառավարումն է։ Որոշումների, կանոնների, նորմերի, գործողությունների մի մեծ եւ յուրահատուկ, բարդ եւ դինամիկ գործընթաց, որ պահանջում է հմտություն եւ գիտելիքներ, գերագույն նպատակին հասնելու համար, ապահովելով ցանկացած համակարգի արդյունավետ զարգացումը եւ առկա սահմանափակ ռեսուրսների պայմաններում մաքսիմալ արդյունքների ձեռքբերումը։ Կառավարում կրթական ծրագրի նպատակն է ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք եւ մասնագիտական ներուժ, պատրաստել տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի եւ այլ ոլորտների կառավարման մասնագետներ, կազմակերպությունների կառավարման տարբեր ֆունկցիոնալ ուղղվածության, ինչպես նաեւ ինժեներական, բիզնեսի թվայնացման եւ նախագծերի կառավարման խնդիրների առաջադրման ու լուծման համար։ Իմ զրուցակիցներն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Ալբերտ Ֆրանգուլյանը, նույն համալսարանի եւ ամբիոնի դոցենտ տնտեսագիտության թեկնածու Ելենա Պետրոսյանը եւ դարձյալ նույն համալսարանի եւ ամբիոնի ավագ դասախոս Հարություն Գզրարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմա մենք նայեցինք, որ այստեղ կառավարումը կարծես բաժանում ենք, 3 ոլորտի, այսպես նայենք, որից սկսենք, ասեք, ընդհանուր երևի խոսենք, Եթե թույլ տաք, նախ ես ուզում եմ մի փոքրիկ, այդպես ասեմ, արձանագրում անեմ, ընդհանրապես աշխարհում ինժեներական կրթությունը ամենապահանջարկված մասնագիտություններից մեկն է, որը բավականին ռեսուրսներ է ուրեմն պահանջում դա իրականացնելու համար եւ ազգային պոլիտեխնիկական համալսարանը հենց կոչված է ինժեներների, որակյալ ինժեներների պատրաստում գործընթացում եւ մեր մոտ պոլիտեխնիկական համալսարանում, ազգային պոլիտեխնիկականում պատրաստում են բացառապես ինժեներներ տարբեր ոլորտների, տնտեսության ուրեմն ճյուղերում աշխատելու համար տարբեր ոլորտների ուրեմն մասնագետներ։ Ձեր նշած ուրեմն մասնագիտության մասով կառավարում մասնագիտությունը, որը իրականացնում է ազգային պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը, այս ուրեմն կարևորագույն եւ թույլ տվեք նաեւ ասել, որ պահանջարկված մասնագիտությունը ունի 3 հիմնական կրթական ծրագրեր, դրանք են ուրեմն բիզնես թվայնացումը, նախագծերի կառավարումը, որպես կրթական ծրագիր եւ թվային էներգետիկան։ Այս 3 հիմնական ճյուղերն են, որոնք ամբողջապես վերցած համարվում են կառավարման մասնագիտության, որպես այդպես ասեմ, որոնք էլ ինժեներիայի հետ կապ ունեն։ Միանշանակ, իդեպ ասեմ, որ կառավարման մասնագիտության այդ բլոկի մեջ է մտնում նաև լոգիստիկա մասնագիտությունը, դա որպես առանձին արդեն կրթական որպես ծրագիր, որի մասին զրուցել են ձեր նախորդ ուրեմն հանդիպումների։ Եվ առաջ ընկնելով ասենք, որ մագիստրատուրա եթե ցանկանան դիմել, պիտի դիմեն լոգիստիկայի գծով։ Լոգիստիկա, որտեղ պետությունը նաև անվճար տեղեր է հատկացնում։ Ես կուզենայի ասել հետեւյալը, որ այս 3 կրթական ծրագրերը կառավարման մասնագիտության մեջ բիզնես թվայնացում, նախագծերի կառավարում եւ թվային էներգետիկա, դրանք մեր ուսանողները, այսինքն մեր դիմորդները, դրանք երբ որ դառնան ուսանողներ, նրանք ուսումնասիրելու են որպես ուղղվածության ուրեմն մասնագիտություններ 3-րդ կուրսի հենց առաջին իսկ կիսամյակից, որովհետև դրանք ընտրովի արդեն ուղղություններ են, որի մասին իմ գործընկերները առանձին երևի թե կասեն իր առանձնահատկությունների մասին այդ կրթական ծրագրի։ Այսքանը թերևս։ Հիմա այս ուղղությունները Հայաստանում որքանով են պահանջված, այն առումով, որ
Չէ, մենք հաճախ ասենք մասնագետներ էինք պատրաստում առաջներում եւ հետո պարզվում էր, որ կարծես թե այդ մասնագետների կարիքը չկա, այսինքն աշխատաշուկան գերհագեցած է։ Այ հիմա այս բնագավառը ինչպես է դա աշխատաշուկայի առումով ումից սկսենք ասենք Հայաստանում կարիքը կա թե չէ։ Այստեղ եկեք առաջին խոսենք բիզնես թվայնացման մասին։ Այսօր բոլոր ոլորտները գնում են թվայնացման, ու եթե ինչ որ ոլորտ չի գնում թվայնացման, ինքը մշտակցությունից դուրս է մնում։ Եթե խոսում ենք բիզնես թվայնացման մասին, այստեղ խոսում ենք նաև այն process-ների մասին, որոնք որ բերում են արդյունավետության բարձրացմանը, այսինքն եթե բիզնեսը չի թվայնացվում, ինքը մրցակցությունից դուրս է մնում այսօր։ Ասույթ կա, որտեղ որ ասում են, որ եթե բիզնեսը չի թվայնացում, ինքը հաղթող չի, ինքը մրցակցությունից դուրս է մնում, որտեղ չի կարողանում ճիշտ գնահատել իր հաճախորդներին, չունի համապատասխան գործիքակազմ, որով հնարավորություն ունի ավելի արդյունավետ որոշումներ կայացնել թե կառավարչական, թե բիզնես ոլորտով։ Իսկ բիզնես ոլորտում այստեղ առանց արհեստական բանականության ինչի՞ չէ, հա, գործիքակազմի, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության գործիքակազմի արդյունավետ կառավարել ու արդյունավետ բիզնես վարել կարելի ասել անհնար։ Հիմա այստեղ որ ասեցի արհեստական բանականություն, սա այդ բավականին արհեստական բանականությունը խնդիրներ է առաջացնում։ Այն առումով, որ իհարկե երբ որ որպես գործիք ես օգտագործում, դա կարևոր է ու երևի պիտի սովորել, հա, որպես գործիք օգտագործելու, երևի դա էլ պիտի սովորել, հա, դա էլ պիտի սովորեցնենք, հա։ Միանշանակ։ Հա, մյուս կողմից ասենք հաճախ արհեստական բանականությունը մարդկանց դրդում է ծուլության, նաև ուսանողներին, որ ուսանողները դադարում են մտածել, ստեղծագործել եւ հույսը դնում են միայն արհեստական բանականության վրա եւ հաճախ այդ շփոթեցնում են նույնիսկ դասախոսներին, որոնք երբեմն դժվար է տարբերել, ասենք այդ աշխատանքները արել է արհեստական բանականությունը, թե ուսանողը, նաեւ ասենք այդ ուսանողը օգտվել է արհեստական բանականությունից, որը ընդունելի է, բայց ինչ չափով եւ այլն։ Հա, այս խնդիրը կա, չէ՞, թե միանշանակ խնդիրը կա։ Ուրեմն նաեւ նոր ուսուցման երևի ձևեր կան, կարիք կա, այստեղ դասախոսների երևի խնդիր էլ կա, այս որ նայենք, չէ, այս նոր պայմաններում այդ դասախոսներն էլ պիտի վերափոխվեն հավանաբար։ Դեպ եթե թույլ տաք համալրեմ նաև ձեր ասած մտքին, այո, այդ անգստությունը իրականում գոյություն ունի, ընդհանուր առմամբ արհեստական բանականությունը երբ որ կիրառվում է որպես գործիք, դա շատ լավ է, բայց երբ որ մտածելակերպի զարգացման, ինչ որ նախագծերի իրականացման հետ կապված արհեստական բանականությունն է թելադրում մարդուն, բնականաբար դա ընդունելի չի։ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը ունի այդ հնարավորությունը, որ արհեստական բանականությունը որպես գործիք է ուրեմն կիրառում եւ մենք մեր ուսանողներին հենց դա էլ սովորեցնում ենք կիրառում ենք այդ գործիքը եւ ոչ միայն արհեստական բանականությունը որպես գործիք, այլ թվային շատ ուրեմն ամպային տեխնոլոգիաները, կառավարման որոշակի թվայնացման հետ կապված որոշակի տեխնոլոգիաներ դա սովորում են մեր մոտ պոլիտեխնիկում եւ մեր ուսանողները պիտի ասեմ ինքնագովեշ չհնչի կարողանում են դա կիրառել իրենց ուրեմն առաջադրանքները իրականացնելու, իրենց ուրեմն նախագծերը իրականացնելու եւ կուրսային աշխատանքներ, դիպլոմային աշխատանքներ, այո, այդ գործիքը իրանք օգտագործում են, ել եմ ասում, ոչ թե իրենց փոխարեն անում ուրեմն արհեստական բանականությունը, այլ որպես գործիք են դա օգտագործում եւ դուք ճիշտ եք ասում, եթե արհեստական սա էլ է կոնտրոլի տակ մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմի կամ մեր ղեկավարության կողմից, որ մտածել պետքա մտածի ուսանողը, պետքա մտածի մագիստրոսը, հետազոտողը, այլ ոչ թե արհեստական բանականությունը պետք է։ Սա ընդհանրապես գործիք է, որը որ այս թվայնացված աշխարհում անհրաժեշտություն է։ Իսկ պոլիտեխնիկականը դա լայնորեն կիրառում է բոլոր թվային հարթակները եւ գործիքները։ Այսքան։ Հիմա
Տիկին Ելենային դիմենք ձեր ուրեմն նախագծերի կառավարումներ որն է։ Երկուսն էլ այդ կրթական ծրագրերին ես լավ ծանոթ եմ, երկու տեղ էլ դաս եմ տալիս։ Ասեմ ձեզ, որ ինչ է ինձ թույլ կտա ասել հիմա, որ iOS կրթական ծրագրերը շատ պահանջարկված են։ Թույլ կտա ասել նա, որ մենք շատ սերտ կապի մեջ ենք գտնվում մեր գործատուների հետ։ Մեր գործընկերները, որտեղ որ պրակտիկաներ են իրականացնում, պարզ մեզ ասում են, այ եկավ ձեր երեխան պրակտիկա անցավ, 4 հոգի պետք է մնան։ Ու սրանք զուտ խոսքեր չեն, այ հենց նոր հետքերով որ գնանք թվային էներգետիկան, Երևանի ջեք հիմնարկում անցնում է պրակտիկա, արդեն զանգահարում են ու նշում են այս 4-5 հոգին, մեկը պետք է մնա սմենան ղեկավարի, մյուսը պետք է ֆինանսական բաժնում աշխատի, գիտենք, որ աշխատաշուկան պահանջարկը շատ մեծ է աշխատաշուկային։ Ինչ անում այն ուսանողը, որը ընդունվում է նախագծերի կառավարման այդ կրթական ծրագրով։ Ինքը կարողանում է կառավարել ամբողջ նախագիծը գաղափարի ձևավորումից մինչև նախագծի իրականացում։ Շատ արդի առարկաներ են կանցնում, նախագծերի պլանավորում, նախագծերի կառավարում, ռիսկերի գնահատում, որակի կառավարում, նորանոր նախագծերի, նորամուծությունների կառավարում։ Այդ ամբողջը իրանք կանցնում են ոչ միայն լսարանային ժամերով, շատ առատ է մեր այդ գործնականները, հետո սենց մի պրակտիկա էլ ունենք մենք, կարդացինք դասախոսություն, անպայման ինչ-որ տեղ պետքա ցույց տանք դա, անցյալ տարի այս նույն կուրսերը, որ անցանք, արեցինք կոնֆերանս, եւ կոնֆերանսը որպես նախագիծ դիտարկեցինք եւ երեխաները, ուսանողները սկզբից մինչեւ վերջ տարան կոնֆերանսը, դրա ստարտափերի մրցույթ էր, սովորեցնում է ուսանողին ոչ միայն դառնալ լավ կառավարիչ, այլ դառնալ մասնագետ, որը կաշխատի թվային միջավայրում։ Ստանում է կառավարիչի հմտություններ, կառավարելու հմտություններ, ստանում է ինժեներական հմտություններ, կարողություններ, ոնց հասկանա արտադրությունը։ Համաձայն է, որովհետև երբեմն դե ասում են կառավարելը ինչ կապ ունի։ Կգա ու կառավարի, որ կառավարիչը կարողա չիմանա, ասենք այդ ներբությունները եւ այլ հատկություններ են պետք, բայց այս բնակավարը այդպես չի, այսինքն այս բնակավարը կառավարելու համար դու պիտի իմանաս այդ հիմքից, չէ, այսպես նայենք, որովհետեւ որ մարդիկ այդ սխալ պատկերացումները չունենան։ Չէ, նա շատ բան պետք է իմանա, այդ թվային գործիքակազմը իմանում է, մեր մոտ էս որ ասեմ ձեզ 23 թվից մտան նոր պլանները, իրանք պարտադիր տալիս են ամբողջ թվային գործիքակազմը, ինժեներական հմտությունները եւ կառավարիչի հմտությունները։ Ինչ վերաբերում է թվային էներգետիկային, դե շատ է խոսացվում, որ էներգետիկ համակարգը լրիվ փոփոխված է հիմա, ազատականացումը իրականացվում 22 թվից սկսվել է եւ փուլերով գալիս է, այնտեղ լրիվ ուրիշ տեսք ունի, այնտեղ ինժեներական հմտությունները շատ խորացված են ավելի, անցնում են երեխեքը էներգետիկ համակարգերի կառավարում, որը շատ բարդ առարկաներ են, էներգետիկ ռեսուրսների հաշվառում են անցնում, տարբեր տեսակի այլընտրանքային վերականգնվող շատ մոդայիկ մեր մոտ այսպես ուղղություն է վերականգնվող էներգետիկային վերաբերվող էներգետիկ անվտանգության հետ կապված տարբեր առարկաներ կան ընդհանուրը շատ հետաքրքիր կուրսեր են եւ ես ձեզ ասեմ որ իրոք շատ ողջավորված են մեր ուսանողները շատ հետաքրքիր ավարտական աշխատանք են անում շատ հետաքրքիր կուրսային աշխատանքներ են անում եւ մի skills-ի վրա էլ ես այսպես հմտության վրա ուշադրություն դարձնեմ մենք շատ հետևում ենք թիմային աշխատանքին այ հիմա մեր մոտ նոր միտումներ է թիմային կուրսային աշխատանքներ որոնք շատ հետաքրքիր են համ ուսանողն է հետաքրքրված համ դասախոսներն են շատ ողջավորված այդ ամեն ինչին հանրադառնում եւ վերջում ինչ կարող եմ ասեմ սիրով կընդունենք բոլորին մեր ինժեներական տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման մասնագիտությանը միացեք մեր թիմին Հիմա այստեղ մենք խոսում ենք պետպատվերով տեղեր չկան, այստեղ լրի վճարովի են, հա։
Եվ այ ընդունելությունը ոնց է, ինչքան տեղ է եւ այդ տեղերը այդքան գալիս են մարդիկ, թե ազատ են մնում, ինչպեսի վիճակ։ Իդեպ ասեմ, շատ տեղին հարց եք տալիս, ճիշտ է պետք պատվեր այդ մասով բացառությամբ, ուրեմն լոգիստիկայի մենք չունենք, տեղերը վճարովի են, բայց դա մեզ չի խանգարում կոնկրետ այդ մասնագիտության մասով, որ պաշատ ձևով ընդունելություն իրականացնենք, իսկ ընդունելության հետ կապված միգուցե երևի հարց դուք երևի ձեզ կհետաքրի ինչ առարկաներ պետք է դա հարցնելու էի ահա երևի թե մի քիչ առաջ ընկա հետեւյալն է ուրեմն մրցույթային դա մաթեմատիկան է որը մեր դիմորդները պետք է ուրեմն կենտրոնացված ձևով այդ քննությունը տան եւ անգլերեն կամ հայերեն լեզուները գրավոր բնականաբար մրցույթային ուրեմն դրանք հետեւյալ քննություններն են տալի, որի արդյունքում կատարվում է մրցույթ եւ մեր մոտ ուրեմն ընդունվում են որպես ուսանողներ արդեն։ Այսքանը ես ճիշտ ասած, քանի որ խոսք էր գնում ընդհանուր առմամբ կառավարման մասնագիտության մասին, ես պիտի ասեմ, որ իրականում այսօր մեր տնտեսության մեջ եւ պետական սեկտորը ի նկատի ունեմ եւ նաև մասնավոր բիզնես սեկտորը կառավարիչների հմուտ կառավարիչների շատ մեծ պահանջարկ ունի, որովհետև հենց դրանով է պայմանավորված հիմնարկ ձեռնարկության, անկախ նրանից դա մասնավոր կլինի պետական, հենց դրանով է պայմանավորված դրա զարգացումը, հետագա զարգացումը, որովհետև հմուտ կառավարիչը պետք է կարողանա նաև կիրառել թվային այդ տեխնոլոգիաները իր կառավարման հիմնարկի զարգացման կամ թեկուզ տնտեսության զարգացման մեջ եւ հմուտ կառավարիչը նաեւ պետքա տիրապետի փափուկ նաեւ այդպես ասեմ մասնագիտություն չասեմ հնարավորություններին, որոնք համալրում են հետեւյալը, որ մարդը հմուտ կազմակերպիչը պետքա կարողանա բանակցել Ես այդ հարցը հետո էի տալու, բայց ուղղակի որ դուք եկաք դրան կազմակերպիչների, ես մտածում եմ, որ երևի ինչ որ կուրսեր են պետք արդեն աշխատողների համար, որովհետև որ նայում ենք, ասենք այդ կառավարիչները, որ կան, շատերը ասենք ունեն կրթություն ինժեներական, բայց ոչ այս կառավարման գծով, եւ գուցե արժեր ասենք ինչ որ կուրսեր անել վերապատրաստման Այս առումով մագիստրատուրան էլ երևի կարևոր է, եթե կարողանային, ասենք, գալ մագիստրատուրայում սովորել, բայց դա լոգիստիկան է միայն, այս ուղղությամբ կարծես այսպես չկա։ Ես չէ, ուղղակի այսպես հարցը ծագեց ձեր խոսքից, որ գուցե դուք հետագայում մտածեք, ասենք, վերապատրաստման ինչ որ կուրսեր անցկացնելու, որ արդեն աշխատող այդ ոլորտում աշխատողները կարողանային վերապատրաստվել։ Եթե թույլ տաք շատ ճիշտ, ուրեմն դիտարկում արեցի, ես մի փոքրիկ այդպես ասեմ դիտարկում անեմ, լրացնել ձեր խոսքը հետեւյալով, որ նախ մեր ուսանողները հնարավորություն են ունենում Erasmus+ ծրագրի շրջանակներում եւ միգուցե այլ ծրագրի շրջանակներում իրենց կրթությունը շարունակել արտասահմանյան, այդպես ասեմ, հեղինակավոր գյուղերում։ Այո, պոլիտեխնիկական համալսարանը ունի բարձրակարգ համալսարանների հետ պայմանագրեր, որի արդյունքում նաև ուսանողների փոխանակություն է տեղի ունենում մասնագիտացնելու հետ կապված։ Եվ անդրադառնամ ձեր հաջորդ հարցին, որ քանի որ թվայնացման այդ մրցավազքի մեջ շատ արագ են ամեն ինչ փոփոխվում, այո, մեր աշխատողները, մեր ի նկատի ունեմ նաև դասախոսական կազմը ունի վերապատրաստվելու, այդպես ասեմ, անհրաժեշտություն եւ այդ վերապատրաստումները նաև պետք է ասեմ ի ուրախություն մեր համալսարանի վերապատրաստում անցնում են նաև մեր պոլիտեխնիկական համալսարանում շարունակական կրթության, այդպես ասեմ, մենք առանձին միավոր ունենք, որտեղ կատարվում է ուրեմն մասնագետների վերապատրաստում դասախոսական անձնակազմի։ Ասեմ ավելին, որ ոլորտային առումներով, ասենք էներգետիկայի առումներով մենք ունենք նաև ծրագրեր, որտեղ վերապատրաստվում են արտադրությունից կամ հիմնարկ ձեռնարկություններից եկող մասնագետները իրենց բոլոր անհրաժեշտ ուրեմն գիտելիքներով եւ ստանում են վերջում սերտիֆիկատ։
այս շղթան մեր մոտ պետք է ասեմ գործուն է եւ մենք կարողանում ենք այդ վերապատրաստումը իրականացնել եւ մեր դասախոսների առումով եւ նաեւ դրսից եկող ցանկություն հայտնող հիմնաձեռնարկությունների եւ վերջերս պետք է ասեմ որ մենք մի ծրագիր ուրեմն կազմեցինք վերապատրաստման հետ կապված ուրեմն լոգիստիկ ընկերությունների ուրեմն մասով մենք առաջարկել ենք մի քանի մեծ լոգիստիկ ընկերությունների ունենք որոշակի նախնական պայմանավորվածություն, որ կան մեր մոտ վերապատրաստվեն այդ ուրեմն ծրագրով բնականաբար վճարովի, իհարկե մաչելի վճարովի ուրեմն այդ ծրագրով վերապատրաստվեն եւ գնան իրենց մոտ էդի իրականացնեն ելի եմ ուզում շեշտեմ հետեւյալը որ հմուտ կառավարիչը պետքա միշտ լինի արթուն զգոն եւ աշխարհի անցուդարձից ուրեմն տեղեկացված իսկ դա վերապատրաստումներն են դա մասնագիտության մասով անընդհատ վերապատրաստումներն են եւ քանի որ մասնագիտության այդ վերապատրաստման առումով խոսք գնաց տեսեք մենք տալիս ենք տեսական գիտելիքներ եւ որոշակի լսարանային պրակտիկ գիտելիքներ, ասենք վարժություններ, լուծվում աշխատանքներ, դա կլինի կուրսայինի մասով, թե այլ ուրեմն աշխատանքներ, բայց նաև մեր ուսանողները լիարժեք մասնագետ են դառնում պրակտիկ գիտելիքներ, ուրեմն պրակտիկաների ժամանակ, որովհետև շատ կարևոր է, այսինքն պրակտիկ գիտելիքը ավելի ճիշտ տեսական գիտելիքը համեմվում է պրակտիկ գիտելիքներով եւ մասնագետը արդեն կարելի ասել որևիցե այդպես դժվարություն չի ունենա վաղը մյուս օր ցանկացած կազմակերպության համար որպես պահանջարկված մասնագետ կադր լինելու եւ պիտի ասեմ որ մեր շրջանավարտն ենք այս տարի տվեցինք առաջի շրջանավարտները կառավարման մասնագիտության եւ մեր շրջանավարտներից արդեն բարձր կուրսերի բանով դեպքում աշխատում են որոշակի պետական եւ մասնավոր սեկտորում դա Տիկին Ելենան էլ օրինակ բերեց դա գովելի է որովհետեւ վերջի հաշվով մասնագետ պատրաստում ենք ում համար ոչ չենք պատրաստում մասնագետ մենակ մեզ փոխարինելու դասախոսություն կարդալու կամ այլ մասնագետը մեր արդյունաբերության տնտեսության զարգացման տարբեր ուրեմն ոլորտերում սպասարկելու համար սա է դե հիմա այս երեք ոլորտները խոսեցինք կարող է ասենք մեր ունկնդրի մոտ այդ երիտասարդների մոտ առաջանա այս հարցը այդ երեք ոլորտները տարբեր են այսինքն որտեղ պիտի ընդունվեն սովորելու համար երեք բաժին է ինչպես է ասենք որ բաժանումը կատարվում է երրորդ կուրսից չէ այո երրորդ կուրսից է այդ լավ է որ մարդիկ ասեն որտեղ սկզբից երևի դժվար է ընտրել թե որն է իրենց ավելի հոգեհարազատ այս երեք ոլորտներից հա բիզնես թվայնացում նախագծերի կառավարում թվային էներգետիկա հա իրենք ասենք սովորեն մոտ ինչքան 2.5-3 տարի եւ հետո արդեն նրանց համար ընտրելը կողմնորոշվել ավելի հեշտ կլինի, հա, այսպես ասենք։ Այդ առումով ճիշտ դիտարկում եք անում, մեր մոտ ուսանողները մինչև ընտրությունը, մինչև երրորդ կուրս հասնելը նրանք շփվում են ամբողջի դասախոսների հետ բնականաբար ֆակուլտետի հետ նրանք տեղեկացված են թե ինչ ուղղությունների հետ որովհետև մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում նաև այդ երեխաների համար ոչ թե իրանց ուղղորդում ենք գնացեք տվյալ մասնագիտության այլ մենք ասում ենք մենք ունենք այդքան հնարավորություն 3 ուղղություններ ձեր ընտրելու համար իրանք առարկաների մասով հարցազրույցների մասով տարբեր դասախոսների հետ կապած մեր կազմակերպած սեմինարների կլոր սեղանների մասնագիտական քննարկումների մի խոսքով տեղեկացված են ոչ մեկը չի կարող ասել ես տեղեկություն չունեմ եւ ինքը պատահական հայտնվի ինչ որ մի մասնագիտության մասով այնպես որ ուսանողների հետ աշխատում են մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմը դեկանատը նաև այդպես ասեմ տեղեկացված են եւ իրանք կարողանում են ընտրել դե հիմա այս ընտրությունը հիմա որ նայում ես ասենք բժշկականում բոլորը ուզում են վիրահատել երևի դառնալ այս ձեզ մոտ խնդիր չի առաջանում որ ասենք բոլորը գնան բիզնես թվայնացման օրինակի համար եմ ասում եւ ասենք նախագծերի կառավարումը մնա ուսանող չգնա կամ ասենք թվային էներգետիկան դուժի այ ինչպես
Սենց մի հատ ուզում եմ նկատառում անեմ, լրացնեմ մի փոքր պարոն Ֆրանկուլյանի ասածը, մեր մոտ շատ ընդունված է այսպես ասած շրջայցներ։ Մենք տանում ենք մեր ուսանողներին օբյեկտներ, որտեղ իրանք տեսնում են ինչով են զբաղված այդ մարդիկ։ Կոնկրետ օրինակ ես շատ տանում եմ էներգետիկ օբյեկտներ, հաշվարկային կենտրոն, սենց հարց է առաջանում, աղջիկները էներգետիկայում ինչ են անելու, մենք չենք պատկերացնում, այդ ինչ են անում էներգետիկայում, դրա համար շրջայցները շատ կարևոր են, տեսնում են իրանց աչքով ոնց են աշխատում ու սկսում են կողմնորոշվել, բայց դուք ճիշտ եք, կարա ամբողջ խմբից ընտրությունը լինի մենակ մի հատ կրթական ծրագիր։ Հիմա ինչպես է, որ ձեզ մոտ այդ բաժանումը, որ որոնք ուր են գնում հետարքիրը ավելի շատ։ Այս երեքից։ Հիմնականում կարծես թե երեքից նախագծերի կառավարում, ուրեմն մասնագիտությունն է, դա էլ երևի թե կապում են ծրագրավորման հետ մեր ուսանողները, եւ այդտեղ անկեղծ ասած մենք այդ անելիքը չունենք, որ ուղղորդենք, չի կարելի ուղղորդել, մենք ընդհանրապես կարողանում ենք հանդիպումների ժամանակ մեր ուսանողների, բացատրում ենք, թե ինչ ուղղություններ կան, ինչ կրթական ծրագրեր կան, որ իրենք կարող են ընտրել։ Եվ ամեն դեպքում ուսանողն է ընտրում իր Մեծ թվայնացում ընտրում են, գալիս են։ Իհարկե ընտրում են։ Իհարկե։ Որտեղ երեքն էլ կարևոր են, որ նայում եք, որտեղ Իսկ ինչ վերաբերվում է թե իրանք որտեղ են աշխատում, դա էլ այսօր խնդիր է։ Իդեպ պիտի ասեմ, որ մեր համալսարանում գործում է ուրեմն կարիերայի կենտրոն, որը մշտապես կապի մեջ է հիմնարար ձեռնարկությունների հետ եւ ոնց որ թե իրենցից պահանջում են, այդ թվում նաեւ նույնիսկ ուղիղ մեր ֆակուլտետին են դիմում խնդրելով մասնագետներ եւ այդ կադրային այդպես ասեմ հարցը նաև լուծվում է կարիերայի կենտրոնով գումարած ֆակուլտետի նաև հնարավորություններով եւ մեր ուրեմն ուսանողները ավարտելուց հետո բնականաբար անգործ չեն մնում այլ հարց է մասնագիտությամբ են աշխատում թե ոչ դե բնականաբար որևիցե մի ուրեմն մասնագիտության շրջանավար չես կարող ասել որ 100% աշխատում է իր մասնագիտությամբ ամեն դեպքում ճնշող մեծամասնությունը աշխատում են իրենց մասնագիտություններով եւ ասեմ որ բավականին լավ վարձատրվող նաև սա մասնագիտություն է այսօր պահանջարկված է ինժեներական կրթությունը անկեղծ որ ասեմ որովհետև այն ինչը մեծ շրջապատում է ստեղծում է ինժեները տեխնոլոգիաները թվայնացումը դա մարդն է ստեղծում իսկ դա ինժեների ստեղծելիքն է եւ այդ զարգացումը նաև տանում է պետության տնտեսության զարգացման այնպես որ սա է ընդհանուր իրավիճակը բայց եթե թույլ տաք մի բանի մասին էլ խոսեմ խնդիր գնաց արհեստական բանականությունը որպես թվային գործիք ուրեմն կիրառման հետ կապված պիտի ասեմ որ արհեստական բանականության ամբողջովին օգտագործումը գոնե թե մեկ ուրեմն բիզնես ծրագրի շրջանակներում ամբողջովին որ թվայնացված է հիմնարար ձեռնարկությունների այդպես ասեմ կազմակերպությունների մոտ 9-ից 10%-ն է որ ամբողջովին կիրառում է արհեստական բանականությունը մոտ 80%-ը կազմակերպությունների 80-88%-ը կիրառում են որոշակի առումներով արհեստական բանականությունը որպես ուրեմն թվային գործիք իսկ սա վերցված է ուսումնասիրությունների ուրեմն դաշտից եւ 62%-ը հիմնարար ձեռնարկությունների մոտավորապես կիրառում են այս պահի դրությամբ արհեստական բանականությունը կամ թվային գործիքները որպես թվայնացման հետ կապված իրենց ծրագրերի կամ ծրագրերի ուրեմն իրականացման համար սա է ամբողջ այդպես ասեմ վիճակը ինչը որ կիրառվում է որպես թվայնացման գործիքներ տնտեսության զարգացման տարբեր ուրեմն ճյուղերում դե այդ արհեստական բանականության մասին կարելի անverջ խոսել իհարկե որտեվ հիմա որ նայում ենք այն նաև այստեղ վտանգը գործազրկության մարդկանց էս ուղեղում է աշխարհում ընդհանրապես որտեվ դե շատերը գեյցը ասում էր 2-3 մասնագիտություն է մնալու եւ մարդիկ այդ վախը ունեն, հա, այդ կա, բայց չգիտեմ, եթե այսպես նայում ենք, ուրեմն պիտի մարդու վերաբերմունքը փոխվի, այն առումով, որ
պիտի հասկանան, որ եթե մարդը չհասկանա, առողջական բանականության հետ աշխատել չի կարող, հատկապես ինժեներիայի բնագավառում, նույնը թեկուզ, ասենք IT ոլորտում էլ, եթե նա չգիտի ինչ է կոդը եւ այլն, էլի չի կարող աշխատել առողջական բանականության հետ։ Այսինքն պիտի կարողանաս ճիշտ առողջական բանականության աշխատեցնել, այսինքն ճիշտ հանձնարարություն տալ եւ այլն։ Այս առումով այդ վախը կարծում եմ այդքան էլ արդարացված չի, այսինքն եթե մարդիկ իմանան, որ պիտի այդ գիտելիքը ունենան, որպեսզի կարողանան արհեստական բանականության հետ աշխատել, այդ հարցը այդքան էլ սուր չի լինի։ Այնպես որ ես կարծում եմ, որ երիտասարդները պիտի այդ հասկանան, որ արհեստական բանականությունը իրենց այսպես փոխարինել լրիվ չի կարող։ Իրենք պիտի ունենան այդ գիտելիքներ, որ կարողանան ճիշտ հարցադրումներ անել, չէ՞, այսպես ասենք։ Որ արհեստական բանականությունը մարդկանց չի փոխարինում այն գործառույթները, որոնք իրանք իրականացնում էին։ Այս տրանսֆորմացիայի արդյունքում այն գործառույթները, որոնք որ մեխանիկական էին, դրանք փոխարինվեցին ու փոխարինվում են արհեստական բանականության կողմից, ուստեղ միջին եւ ցածր գիտելիքներ ունեցող մասնագետները փոխարինվում են իրանց գործառույթները ավելի ճիշտ փոխարինվում են արհեստական բանականությամբ, բայց ինժեներական մտածելակերպի ու մնացած այդ բարձր ոնց որ ինժեներական գիտելիքներ ունեցող մասնագետները իրանք անփոխարինելի են։ Այսինքն այստեղ մարդիկ ավելի շահագրգռված լինեն սովորելու, այն առումով որ ավելի դա պիտի հասկանան, որ պիտի լավ գիտելիքներ ունենան մեծ, որ կարևոր է, որոնց արհեստական բանականությունը չի փոխարինում, այսպես ասենք։ Դե ինչ ասեմ, ուրեմն շնորհակալ եմ, որ եկաք, շատ կարևոր մասնագիտություն էր, դե հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներն էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները Ալբերտ Ֆրանգուլյանը, Ելենա Պետրոսյանը, Հարություն Գզրարյանը, նրանց հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Մասնագիտություն